168 հարգելի հետևողներ, ուղիղ միացմամբ մենք սկսում ենք մեր աշխատանքները, ուղիղ միացմամբ աշխատելու ենք Եռաբլուրից, որտեղ այս պահին հայցելել են Արցախի իշխանության ներկայացուցիչները նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ այսօր Շուշիի ազատագրման օրն է 33 տարի առաջ մայիսի 8-ի գիշերը լույս 9-ի ցերեկը Արցախի պաշտպանության ուժերը ազատագրեցին Բերդաքաղաք Շուշին։ Եվ Արցախի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը լինելով նախկին Խորհրդային Միության մաս այսօր նշում են նաեւ հայրենական մեծ պատերազմի օրը։ Այսօր նաեւ եռատոն է, նշվում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օրը, նշվում է որպես պաշտպանության բանակի կազմավորման օր։ Շուշիի ազատագրման օպերացիան ընդունված է անվանել նաև հարսանիք լեռներում, քանի որ այդ ժամանակ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանը խոստացել էր Շուշիի ռազմական գործողությունների հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանին, կոմանդոսին, որ Շուշին ազատագրելուց հետո կամուսնանա։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ երկինսս, Սուրբ Եղեցի անուն քո, եկեցի արքայություն քո, եղեցին կամք քո, որպես երկինս է վերգրի, ըսած մեր հանապազոր, թույլ մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես մեր քո մերոց պարտապանած, եւ մի տաներս մեզի փոխություն, այլ փրկյազ մեզի չարեն, զիքոյ արքայություն, եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն, հոգվոց նանգուցելոց Քրիստոս Աստված արահանգիստ եւ ողորմություն, եւ մեզ մեղավորածը շնորհյաս խաղություն եւ թողություն հանցանած։ Վասն հոգվոց նանգուցելոց աղաչես ցուկս բրկիչն մեր Քրիստոս, զիզնոսա ընդարդ հարսն դասես ցե եւ մեզ կեցուց ցե շնորհի ողորմության յուրով։ Ամենակալ Տեր Աստված մեր, կեցո եւ ողորմյա։ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա։ Քրիստոս, որդի Աստուծո, անօփակալ եւ բարեգութ, գեթակու արարչական սիրովը տի հոգի սանգությալ, ծառայից եւ աղախնոց քոց։ Եվ մանավանդ Տեր, իշյաս հոգիսն այնոցիկ, որ տվի նսկյանս հանուն Արցախի Հանրապետության։ Իշյա ավոր մեծի գալստյան արքայության քո, արարժանի ողորմության, խաղության եւ թողության մեղած։ Դասավորյալ պայծառացող Սուրբ Քրիստո հաչակողմյան դասում, զիդու ես Տեր եւ արարիչ ամենեցում, դատավոր կենթանյաց է մերելոց, եւ քեզ վայել է փառք, իշխանություն եւ պատիվ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Իշատակն արքարոց, օրհնությամբ եղեցի ամեն։
Նշեմ, որ Շուշիի ազատագրման գործողությունները ընթացել են 4 ուղղությամբ, ինչպես նշեցի, այն գլխավորել է Արկադի Տեր Թադևոսյանը, հյուսիսային ուղղությամբ հրամանատար է նշանակվել Վալերի Չիչյանը, շորշի ուղղությամբ հրամանատար է նշանակվել Արկադի Կարապետյանը, հարավային ուղղությամբ Բերձորի Սամվել Բաբայանը, Քյոլասար ուղղությամբ հրամանատար է նշանակվել Սեյրան Օհանյանը։ «2020 թվականի նոյեմբերի 9-ից Շուշին գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Հիշեցնեմ, որ Արցախի իշխանության ներկայացուցիչները նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ այցելել են Եռաբլուր։ Արցախյան ազատամարտի մասնավորապես Շուշիի ազատագրումից հետո նահատակված մեր հերոսների հիշատակի կարգ արարողություն տեղի ունեցավ, այն մատուցեց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը։ 33 տարի առաջ այս օրը Արցախի պաշտպանության բանակը ադրբեջանական օկուպացիայից ազատագրեց բերդաքաղաք Շուշին։ Այսօր նաև հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակն է, նաև Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորման օրը։ 2020 թվականից Շուշին գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ, ադրբեջանական կողմը ամեն կերպ փորձում է Շուշիում ջնջել հայկական հետքը, վերացնելով հայկական հուշարձանները, եկեղեցիները։ Այս վանդալիզմը Ադրբեջանը իրականացնում է ոչ միայն Շուշի քաղաքում, այլև ամբողջ Հայաստանի Հանրապետությունում։